Միջև այդ պահը իմպլեմենտացված իրագործված չէ։ Դա նշանակում է, որ պակաս կա հայկական կողմի ջանքերի։ Մենք չունենք հայկական իշխանություն, դրա համար հայ հասարակությունը այստեղ է լսելի դարձնելու մեր իրավունքների ու ազատությունների սահմանափակման մասին։ Բայց կխնդրեմ եւս մեկ անգամ, եթե չեք անդրադարձել, անդրադառնաք, Վենսը ինչ կարող է այցով փոխել առհասարակ գերիների հարցով։ Միջազգային հանրությունը, իրեմս նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների որպես գերտերություն, իհարկե ունի հնարավորություններ, լծակներ ազդելու Ադրբեջանի ռազմական հանցագործ իշխանությունների Ալիևի ռեժիմի վրա, որպեսզի վերադարձնի հայ պատանդներին, հայ գերիներին։ Այլ հարց է, որ հայկական իշխանություններ կոչվողները եւ այդպիսին դրսում հանդես եկողները չեն իրականացնում որևէ գործուն քայլ եւ ուղղակի ասում են 3 ամիս կսպասեն գերիներ, այդ 3 ամիսը դարձել է արդեն 3 տարի, ընդ որում ծավալելով իրենց միտքը, շարունակելով իրենց անգործությունը պարտակել ազգային ժողովի ամբիոնից Նիկոլը հայտարարում էր, որ հələ պետքա պարզել այդ գերիները հանցագործներ են, թե չէ, իսկ եթե հանցագործներ են, ապա ինչ տարբերություն Բաքվի թե Երևանի բանտում կնստեն։ Սա է ընդհանուր առմամբ Նիկոլի վերաբերմունքը։ Դրա համար հայ հասարակությունը այստեղ է փաստելու, որ մենք մեր իրավունքների տերն ենք, մենք գիտենք, որ միջազգային իրավունքը ոտնահարվում է այսօր եւ մենք պահանջատեր ենք, որպեսզի մեր Բաքվում խոշտանգվող գերիները օր առաջ վերադարձվեն Հայաստան։ Եվ գործընկերներից մուտքը դեպի Դե Նիկոլը ամեն ինչ պիտի անի, ներողություն որ ընդհատում եմ, Նիկոլը ամեն ինչ պիտի անի, որպեսզի Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին ականատես չլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Ինքը պիտի ամեն ինչ, դե ինքը ամեն ինչ անում է, չէ, յուրաքանչյուրիս իրավունքը խոչընդոտելու մեջ կա նաև այս միջոցառումների եւ միջազգային այցերի ժամանակ ամեն կերպ անել, որպեսզի ժողովրդի հետ, հասարակության հետ որևէ պաշտոնյա չառնչվի։ Դուք ինձնից շատ եք վստահաբար դիտում ու գիտեք, թե ինչպես են օրինակ դրսում ընդունված ակցիաները իրավունքների աղաղակող ոտնահարումների մասին լսելի դարձնելու վերաբերյալ տարբեր պաշտոնյաների հետ, անգամ փողոցում իրենց այցերի ժամանակ հանդիպումները։ Դե մենք այնպիսի բռնապետությունում չենք ապրում, որ հույս ունենանք, որ այստեղ փողոցից կկարողանանք Վենսին փոխանցել են մտահոգությունները, որոնք մենք ունենք, այն բռնաճնշումների ենթարկվող անձանց ցուցակը գոնե, ովքեր այսօր քաղաքական հետապնդման են ենթարկում Նիկոլի SMS-ով ու հրահանգով, գոնե մենք այստեղ լինենք լսելի դարձնելու հայ ռազմագերիների խնդիրը, լսելի դարձնելու իր համար, որ Հայաստանում այն ինչ որ ձեզ ասում է Նիկոլը, սուտ է, այստեղ կա այլ իրականություն, այստեղ կան մարդիկ, ում իրավունքները եւ ազատությունները տոտալ սահմանափակված են, իրենք պիտի դրա մասին իմանան։ Օրջանոքի գեյթը բորել ես եմ ուզում ասեմ, կարելի է